Բարի երեկո աշխարհասփյուր հայությանը, ողջուններս բոլորին, բոլոր լավ մարդկանց։ Մի քիչ խոսանք էլի անցուդարձի մասին ազգային ժողովի։ Ոնց հասկանում եմ, որոշակի մթնոլորտի փոփոխություն կա, քննարկումների մեջ ավելի շատ զսպվածություն եւ տենց կառուցողական ինչ-որ նյութեր, բայց չի բրծել իրանց հետ։ Չեմ ուզում ուրիշ ձև նկարագրել, ազգային ժողովի падգամավորները պետքա վերանայեն իրանց պահվածքը։ Նախ ազգային ժողովի падգամավորների գործունեության գործառույթի մասին մի փոքր ուզում եմ ներկայացնել, ովքեր որ չգիտեն, որովհետև մենք արդեն տարիներ շարունակ սովոր ենք, որ ազգային ժողովի падգամավորներից լսենք վիրավորանք, նվաստացուցիչ խոսքեր իրանց ընդդիմադիր կամ ընդդիմադիր իշխանության հանդեպ։ Այդպիսի խոսակցություններ ու մեր մեջ էլ է երևի ձևավորվել, որ դա նորմալ է, որ դա ընդունելի է։ Իմ համար երբեք ընդունելի չի եղել, բոլոր ժամանակներում անհանգստացնող է եղել այդ երևույթը։ Հիմա որոշակի լարվածության եւ սրվածության թուլացում կա։ Դա նաեւ կապված է երևի իսկապես պատերազմից հետո արդեն անցել է 6 տարի, ոնց որ հանդարտվում են կրքերը, արդեն ուզած պետքա գան կառուցողական դաշտի։ Բայց մի հատ ասեմ, ազգային ժողովի падգամավորների գործառույթին չի մեջ է կայանում։ Իրանք պարտավոր են ներկայանալ ազգային ժողով, մասնակցեն նիստերին, մասնակցեն հանձնաժողովներին, որոշում ներկայացնել, օրենքներ վերանայել, փոփոխությունների ենթարկել, նոր օրենքներ մշակել, հետևել գործադիր իշխանության աշխատանքին, հետևողական լինել ընդհանրապես կառավարությանը, հարցեր ուղղել կառավարությանը, առաջարկություններ անել եւ այսպես ասած իրանք պետքա նայեն կառավարության գործունեությանը, բայց ոնց որ մի տեսակ այդ ձև չէ, էլի կառավարությունն է հետևում, թե ազգային ժողովի իրանց թիմը ինչով է զբաղված։ Եվ ազգային ժողովում ԿՊ-ն կոնկրետ զբաղված է ավելի շատ բոլորին չվերաբերում, բայց երևում է падգամավորների մեջ մարդիկ, որ ավելի ով անպագորգոր խոսակցություններ, ավելի ով շատ վիրավորական կամ այս քննադատողական դիրք կբռնեն, մի տեսակ ոնց որ ցույց են տալիս Փաշինյանին, տես Փաշինյան ինչ կդնես 9 ենք ստանում թե 10։ Ուրեմն դուք արդեն ընտրվել եք հարգելիներս, զբաղվեք այն ինչ որ ձեր պարտականությունն է, այն ինչ որ ես նշեցի, դա շատ ողջունելի կլինի եւ ես ինքս կողջունեմ, կցափահարեմ ձեր գործառույթը, եթե չշեղվեք, բայց շեղվում եք մեկ-մեկ։ Սա ժողովրդի կարող ինչ որ հատվածը չգիտեր, թե ինչն է իրանց պարտականություն։ Ես պարտականություն ու պարտավորվածություն զգացի այդ մասին տեղեկացնել, թե չէ նորից եմ ասում սովորություն է դարձել, որ ընդ ով ուժեղ նվաստացնում է դիմացին, ուրեմն լավ падգամավոր է, այդպես չի արգելներես։ Դա խոսում է, որ ինքը չկայացած մարդ է ընդհանրապես, այն падգամավորը, որ ուզում է նվաստացնի, չեմ ասում, իրավիճակները ալնեմ սուր քննարկումներ կարող է լինի, այո, իրար վրա ձայն բարձրացնեն, դրա մասին չի խոսքը, բայց որ ինքը տեքստը արդեն ուղեղում զապիս արել, գիշերը քնելուց առաջ թե վաղը ինչ եմ ասելու, որ ավելի շատ նվաստացնեմ հակառակորդ թիմին, նա իր կյանքում չկայացած, այսպես ասած նույնիսկ կարելի ասել աբիժնիկ, ինքը երջանկություն չունեցող, այսպես ասած կյանքից դժգոհ մարդ է, կապ չունի, որ իր պաշտոնը падգամավոր է, ինքը որ լինի բարեկ, ինքը վատ ավարվել է քաղաքացիների հանդեպ, ինքը լինի պատշար, ինքը պատծուռա շարելու մարդու տունը շուռ գա, ինքը իր կյանքում չի կարա լավ բան անի, իր էսա իմ արածս տեսնում եք, տեսեք իշտեղ եմ նստել, դիտմամբ եմ նստել, որ ցույց տամ, որովհետև սա օրինակ է վար, անցած ձմեր, չէ, այս տարի գարնանը, տեսել եք, չէ, ես էի էտում այս ծառերը, հələ տեսեք ինչքան բերք կա վրեն, դնում եք ինչքան բերք կա վրեն, համարյա տերև չկա, սա խնձոր է, սա ճիշտ է իմ ծառերը չի, իմ հարևանին է, հարևան պապիի ծառերն է, Ռուսաստանը մեր գտնվում, ես եմ իրան խնդրել, ասեմ կլինի ես մտնեմ քո այգի ծառերը էտեմ, ասել ահա բա դրանից էլ լավ բան չեմ հասցնի, գա ուշ եմ գալու, արդեն բան ալնելու էլի, դերևներ գցածը, ծաղկած ալնելու ծառերը, էտել եմ, այնա բերքը տեսնում եմ։ Հիմա ուզում եմ տենամ այդ նվաստացնող падգամավորների բերքը ուրա, ինչ եք անում, այդ ինչ եք խոսում, ինչ եք ստեղծում, ինչ եք արարում, ինչ օրենքներ եք մշակում, որ մենք էդի զգանք տենանք, չեմ տեսնում։ Ամենայն մեծ հավանականությամբ կարելի է նաև այսպես ասած, ոչ թե մեր երկրի դրական հաջողությունները բանը պետքա վերնագրենք կամ այսպես ասած ձեր հովանավորության տակ թողնենք ազգային ժողովի падգամավորները, այլ իր կառավարության պետքա ասենք որ կառավարության շնորհիվ է։
Կառավարությունն էլ հա իր տեղում երևի սխալներ թույլ կտա, բայց կառավարությունը չի այսօր կինո նկարում, կինո ցույց տալիս, ազգային ժողովն է կինո նկարում, կինո են ցույց տալիս։ Վերջին եթերի ժամանակ եմ խնդրել, ասի շաբաթը մի անգամ ցույց տվեք հերիք, հա, ձեր այդ կինոները կամ էլ այնպիսի առողջացում մտցրեք, որ մարդիկ ուզենան նայեն։ Հավաստիացնում եմ ձեզ, հիասթափություն կա, ոչ մեկ համարյա չի նստում ձեր եթերների միջև էշ նայում, կարող եք նայել մեկնաբանությունները, դուք էլ ժողովուրդ դրա մասին հայտնել, կարող է ես սխալ գիտեմ, բայց ինչքան ես շփվում եմ, մարդիկ հիասթափված են, հուսահատված են, նույնիսկ զզվանք են ապրում արդեն ազգային ժողովի նիստերը նայելու։ Լավ, էսի սենց, այսօր քննարկումը գնում էր ազգային ժողովում Եվրոմիության անդամակցման հանձնաժողովի նախագահ ընտրելու մասով, որ նախագահի տեխնացուն արմատներով արցախցի, բայց ոնց հասկացա 10 քանի թվից, թե 21-ից թիվը չեմ կարող հիշեմ, բայց ինքը աշխատել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունում, չգիտենք ինչ պաշտոնում, ինչպես հասկացա, նաև հասանելիություն ուներ կարևոր գաղտնի հարաբերություններին, գաղտնի ինչ որ նյութերի, որը Հայաստանի Հանրապետությունը ունի արտգործնախարարությունում, այսինքն կարևոր ինչ որ պաշտոն է զբաղեցրել արտգործնախարարությունում, ինչ որ տնտեսական բանը ոլորտներում տարբեր ինչ որ հարթակներում էլ է ինքը աշխատել, բայց այսօր ամեն դեպքում քննարկվում է իր նախագահ ընտրվելու չընտրվելու հարցը, ունդ է հարցերը բախի Արցախում չես եղել, չես մնացել ընդ Արցախ պաշտպանելու համար։ Ժողովուրդ ջան, լիքը ես այդ հարցը չեմ կիսում, տեսեք, ես չեմ ճանաչում Արեգային, Հովսեփյան Արեգային, արդեն պատգամավոր է, պետքա տենց ասել, Տիկին Հովսեփյան, ես անձնապես չեմ ճանաչում, չգիտեմ իսկապես ինքը ինչպիսի գործունեություն է ծավալել, ինչ ունի արած իր այդ սֆերայում, որտեղ աշխատել է, բայց եւ ճիշտ էլ չեմ համարում, որ իրան ասում են ինչու չես ընդ աշխատել, ստե ես աշխատել, դե ընկերներ ջան, լիքը հայրենակիցներ Արցախից պաշտոնը բարձրացնելու բերել են Հայաստան, որպես լավ մասնագետ բերել են Հայաստան, որովհետև Հայաստանում եթե Երևանը պինդալներ, Երևանը ամուրելներ, թալանչիների որոշ չլներ, ստե նախկինում եկած էլի սենց դրա հետ մեկտեղ Ստեփանակերտն էլ ուժեղ կլներ, բայց ըստ քանի որ որջ էր թալանի, ընդ էլ փող լվալու տեղեր, փողը շրջանառության մեջ գցելու տեղեր, ով չգիտի դրա մասին, ինձանից եք լսում։ Հիմա, բայց մարդը վերջապես ինքը չի եղել Ռոբերտ Քոչարյանի նման, Սերժ Սարգսյանի նման երկրի նախագահ։ Իրան այս հարցերում ինձ թվում է պետք չէ մեղադրել, բայց պետքա ճիշտ հարցադրումներ անել։ Ես օրինակ կուզենայի հասկանայի տենամ ինքը ինչ դոկտրին ունի գրած, ինչ թեզեր ունի գրած, ինչ դիրքորոշում ուներ ընդհանրապես Արցախյան կոնֆլիկտում, որ ինքը չի սիրում ասեն Ղարաբաղ, ասում է Արցախ ասեք։ Ես չգիտեմ Տիկին Հովսեփյան, Արցախ ասելուց վերաբնակվում ենք մենք Արցախում, այսինքն ի՞նչ տարբերություն, երկուսն են նույն տարածաշրջանի մասին է խոսքը։ Մենք մեզ համարում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, Արցախը պատմական անվանումն է, որ ավելի հայեցի է եւ որոշել ենք, որ այս վերջերքս ավելի շատ Արցախ ասենք, բայց արդեն մի տեսակ ուշ է, ուզում ես Արցախ ասի, ուզում ես պատմական Հայաստանի 10-րդ նահանգ ասի, ուզում ես ինչքան սիրուն անուններ ուզում ես տուր, ընդ օտար անունները, որ բնակավայր երկար օտար անուններով էր, ուզում եք արդեն վերանվանեք հայկական անուններով, ինչպես ասում են Աղդամչի, Ակնայա, Ջաբրայելչի, ոնց են ասում Ջաբրայելը, Ջրականա, Քելբաջարչի, Քարվաճարա, որտենց բաներ եք ասում, բանա փոխվում, չի փոխվում, հարգելիս։ Ուշադրություն մի դարձրեք այդ ուղղությամբ խոսքը վերաբերվում է այո մեր ծննդավայրի մասին, որը երկուսն էլ ինձ համար կոնկրետ հոգեհարազատ է։ Եթե դրա մեջ թրքահապատակություն եք տեսնում, ապա ինչու ենք տարիներ շարունակ ասել Լեռնային Ղարաբաղ։ Այդ ինչպես դարձավ, որ հիմա չկա Ղարաբաղը, Արցախ ասելն է, ճիշտ է, Լեռնային Ղարաբաղ ասելը ճիշտ չի։ Այսինքն, այս որ ասում է մազեք ման գալիս էլի, հա, այդ մեծ կաստրուլկայի, մեծ ճաշի մեջ մազեք ման գալիս, այդքան էլ ճիշտ չի։ Հիմա, բայց ես այսպիսի հարցադրում կուզենա իսկապես տեսնել, թե ձեր գործունեության մեջ դուք ինչ եք արել, ինչ դիրքորոշումներ եք Արցախի հարցի շուրջ։ Վերջի վերջո դուք արտգործնախարարությունում աշխատել եք, իսկ 94 թվից այս կողմ Արցախը ազատագրված էր մինչև 20 թիվը եւ Արցախի հարցը պետքա դիվանագիտորեն լուծվեր։ Դուք կիսում եք Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունը, թե չէ։ Դուք
կիսում եք Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանը parza չեք կիսում, դրա համար դուք ընդդիմադիր եք դարձել։ Հիմա եթե Նիկոլինի չեք կիսում, իրանցը կիսում եք, ապա բացատրեք տենանք ինչ են արել, ոնց են արել, որ այդ հարցերը չեն լուծել։ Տեսեք, կարևոր հարցը էս է։ Էս է սենց։ Կուզենայի, այսինքն ազգային ժողովի падգամավորները, որ իրան հարց են ուղում, հարց ուղեն ոչ թե տարածաշրջան խիչես ընդեմ մնացել, բան, էսի ճիշտ հարցեր չի, կամ մեկ ուրիշ հարցել է հնչվել, ինչ կարծիք ունեք դուք Կանդաս անվան մականունով գնդապետ աֆիցեր սպայի մասին, որ ինքը ընտրակաշարք, բան, ընկերներ ջան, ազգային ժողովը դա քաղաքական վերլուծությունների քննարկում, այսպես ասած վերլուծություններ անելու քաղաքական ինչ-որ գնահատականներ տալու տեղ չի, լուրջ եմ ասեմ, ոչ էլ դուք եք այդ պաշտոնին։ Դրա համար կան քաղաքական վերլուծաբաններ կամ բլոգերներ, հետախույզ լրագրողներ, որ կարող են իրանք դրա մասին խոսալ։ Ձեր գործառույթը նշել եմ սկզբից ինչի մեջ է կայանում, թե Կանդազը ինչ է արել, Կանդազը ինչ չի արել, Կանդազի մասին ես ինքս եմ կարծիք հայտնել, այդ իրավունքը ունեմ։ Ինձ ոչ մեկ չի ասի, Գևորգ, դու այսպեսի պաշտոն ես զբաղեցնում, ինչ գործ ունես, Կանդազի մասին գնահատական ես տալիս։ Շատ կարան կաշառված ինչ որ կամ ինչ որ ուղղորդված մարդիկ հա դնեն, ինչպես արել են, փնովել են, բան, բա այս ոնց եղավ, դու ոնց իրավունք, ինչ իրավունք ունես քննադատել։ Այսինքն իրանք ես իրավունք չունեմ քննադատել, առողջ քննադատել, բայց իրանք իրավունք ունեն փնովել, որը չի թույլատրվում, արատավորել, զրպարտել, վիրավորել, հայհոյել, չէ՞։ Լավ։ Այդպիսի մարդիկ parza որտեղից են սնուցում, թե ֆինանսապես, թե ուղեղներն է սնուցվում, դրա համար հոգեկան շեղումներով, մտավոր շեղումներով այնա լցված են TikTok-ը, տենց հայհոյախառը զորույցներ են անում։ Տերը իրանց թող լինի դատավոր, ես չեմ դատում։ Դա մի կողմ, բայց այսքանի հետ մեկտեղ ինձ ուրախացրեց Տիկին Հովսեփյանը անցած բանում տենց ինչ որ մեջբերում է բերել մռավասարի նման պենտկացեք բան նախ ուզում եմ մի հատ հիասթափություն հայտնեմ որ ազգային ժողովի падգամավորները եւ այդ թվում Հովսեփյանի մոտ ես տեսնում եմ Տիկին Հովսեփյանի մոտ գիտեք ռոմանտիզմը քաղաքականությունը ռոմանտիզմ չի սիրում տեսնում եմ որ դուք ուզում եք կրքեր տենց աշխուժ կրքեր բորբոքեք էմոցիակ դրական փոխանցեք ժողովրդին հա որ բարբարով է խոսում ի պաշտոն է մի մարդ թե հումորային սերիալներում, թե ընդհանրապես էլի կինոների մեջ, հայկական կինոների մեջ, որ բարբարով մեկը խոսում է, տվյալ բարբարը կրող ժողովուրդը, այս պարագայում Ղարաբաղցիները, արցախցիները, լավ են զգում, ասում են, վայ, ես ինչ լավներ բարբարով խոսած։ Այդ թվում ռուսական, ամերիկյան կինոյում, չէ, ֆիլմում, որ տեսնում ենք հայեր են, գրական հայեր են, թեկուզ մի բառ ենք լսում, խոսում կամ թեկուզ տենում ենք հայ դերասանը, ոգևորվում ենք, այսինքն սա ինչ է, ընդհանրապես ոգևորություն, ընդհանրապես էմոցիա։ Ես ուզում եմ ձեր զրույցների մեջ ոչ թե էմոցիա լինի, ոչ թե հաճոյախոսություն լինի, ոչ թե կենացային ինչ որ տենց զրույցներ լինի, այլ կոնստրուկտիվ ինչ որ պրոդուկտ լինի, որը կարող է պիտանի լինի մեր պետությանը, որը կարող է ներծծվի հայ հասարակության ուղեղի մեջ եւ իր ուղեղը սթափվի մի քիչ։ Այդ որ հայոյախառը բան, զրպարտություններ, բանով ինտերնետում կատարվում է, միգուցե դուք կարող եք նպաստել իրանց, ասեք արա, լսեք, ձեզ ինչ եմ ասում, բայց ոնց տեսնում եմ, չէ, այդպես չի։ Բայց այսօր փայլեցիք դուք։ Գիտեք ինչի համար, որի համար ես ձեզ շատ շնորհակալ եմ։ Դուք ոնց որ իմ այս 3 տարվա, որ ես 5 տարի է գործում եմ որպես հանրային դաշտում, նու ճանաչելիությունը ծող անց կուզեք բլոգեր կանվանեք, կուզեք հանրային հասարակական գործիչ, էական չի։ Դուք այս վերջի 3 տարվա իմ գործունեության վրա լույս սփռեցիք։ Դուք ձեր լապտերիկը միացրիք եւ լուսավորեցիք իմ գործունեությունը։ Գիտեք ինչպես, որի համար շնորհակալ եմ ի սրտե եւ ամբողջությամբ լուրջ եմ ասում, որ դուք ասեցիք արցախցիներին կոչ արեցիք, որ մնալով Հայաստանը մեր պարտականությունն է Հայաստան ուժեղացնի։ Գիտեք խի 3 տարի առաջ ու 3 տարի շարունակ ես այդ բառը ասել եմ մենք այդ կարանք անենք, ուրիշ ոչ մի բան, առայժմ Արցախի թեման փակված է ժամանակավոր, չգիտեմ 20 տարի, 8 տարի, 6 ամիս, ես չգիտեմ, բայց մենք ապրելով Հայաստանը մենք պետքա խթանենք, զարգացնենք մեր պետությունը, ուժեղացնենք, որ հնարավորությունը մեծ լինի դիվանագիտության հարթակում ես պատերազմի կողմնակից չեմ ասում, ուժեղանանք, շատանանք, պատերազմով գնանք, կդասավորվի, չգիտեք ինչպես։ Հարցը այն է,
որ այն ինչ որ ես եմ ասել, դրա դեմ խոսում էին Ղարաբաղից բռնի տեղահանված այդ ինչ էին իրանց կոչել, վտարանդի կառավարության անդամներ, դեի падգամավորներից, պաշտոնյաներից հակառակ բաներ էին խոսում, որ մենք արցախցիներս դե ուրիշ ձև պետքա մեզ պահենք, ուրիշ ձև մեզ պետքա նայեն։ Ես ուրիշ բաներ էին խոսում, որի համար ես ամաչում էի, ասում եմ, սրանք քաղաքական պաշտոնյաներ են եղել, էլի։ Ես ինչպես եմ մտածում, ես ինչպես եմ իրանց բարձր դասում տեղացի ժողովրդից կոնկրետ։ Ու դե պարզա իրանց խոսքերքը հաճոյան, ինչպես ձեր խոսքերի մեջ էլ կա, չէ, որ ոտանավոր բան եք մեջ բերում, բանաստեղծություն եք ասում, հաճոյանում եք ժողովրդին, բայց այսօրվա ձեր զրույցը հաճոյանալու բան չէր։ Այսօրվա ձեր զրույցը ռեալ էր եւ ճշմարիտ էր, որի համար շնորհակալություն, ինչի համար նույնիսկ ծափահարությունների դուք արժանացաք ազգային ժողովի խմբակցության, ԿՊ խմբակցության, ԿՊ կուսակցության կողմից Վահագն Ալեքսանյանի առաջարկությամբ։ Հա, նույնիսկ Վահագն Ալեքսանյանը զարմացավ, որ արցախցի լինելով եւ պետական ապարատում աշխատած պաշտոն զբաղեցնող մարդը այսպեսի դիրքորոշում ունի։ Բայց ես չգիտեմ 3 տարի առաջ դուք ինչպես էիք մտածում, միգուցե դուք էլ էիք այդ մարդկանց շարքերը, որ ինձ վիրավորում էին այդպիսի մտածելակերպ, այդպիսի կարծիք արտահայտելու համար։ Ես չգիտեմ անձնապես դուք ինչ էիք մտածում, բայց լիքը քաղաքական պաշտոնյաներ Ղարաբաղցի ինձ սարքել են թշնամի Արցախի ժողովրդի առաջ։ Ու անցած 3 տարի, 2.5 տարի, բան սկսել են արդեն դիրքավորվել է, որ հա դե ժողովուրդ ջան, գնացեք սերտիֆիկատները ստացեք, անձնագրեր ստացեք, ձեզ զգացեք ձեր երկրում ինչպես որ զգացել եք, ուրիշ բան չկա, սա մեր հայրենիքն է, վայ Տեր Աստված։ Իսկ ես որ 3 տարի առաջ էի ասում, էլ ինչքան ասես անեց, էլ թշնամի սարքեցին ինձ, թուրքի գործակալա բան, էսի բանա, Փաշինյանի մարդնա, Փաշինյանը փողա տալիս սենց խոսա, ձեզ էլա փող տալիս որ տենց եք խոսում։ Հա նախքին պաշտոնյաներ Արցախցի, ինձ էին ասում փողա տալիս տենց խոսա, այսինքն իմ սեփական կարծիքը, իմ պատկերացումը քաղաքականության, Արցախի հարցի շուրջ, հայ ժողովրդի, հայոց պետականության մասին արտահայտվելը պետքա փողով լներ, փող են տվել ես որ տենց արտահայտվեմ, բայց ես ինչ են տվել։ Հիմա իմ ղադրը այսպես ասած հասկացաք, որ այդ ամեն ինչը ինչ որ ես արտահայտվում եմ, դա իմ սեփական կարծիքն էր, ոչ փող էին տալիս, ոչ տեքստ էին գրում տալիս, որ ես դա ասեմ։ Այնքան լավ է այդ հրապարակումները եթերային այսպես էր, իմպրովիզ, այսինքն ես զրուցում եմ, չէ, ուղիղ ժողովրդի հետ, իմ ձեռը թուղթ չկա, այսա ձեռներս բաց է, սեղան չկա դեմս, բացօթ եմ, բաց երկնքի տակ։ Բայց ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին առանց հետել վատ հոգեբանական վիճակում ասում են, «Էսի փող ստանում, դրա համար սենց է խոսում»։ Հիմա Արցախի հայրենակիցներ, սրանց փող են տվել, որ սենց են խոսում։ Ինձ հաստատ չեն տվել, որ ես տենց խոսամ։ Դա իմ կարծիքն էր, որին հանգել են իրանք 3 տարի հետո։ 3 տարի հետո հասկացել են, որ ասել են մածունը սպիտակ է, իրանք ասում են չէ սև է, կապույտ է, մոխրագույն է։ Հիմա 3 տարի անցել է հասկացել են, որ մածունը այո սպիտակ է։ Հասկացաք, Հայաստանում ապրելով մենք պետքա ուժեղացնենք Հայաստանը։ Պետքա մենք մեր ծնողի պես վերաբերվենք մեր պետությանը, որպեսզի չընկնի այն օրը, ինչ որ ընկել է Արցախը։ Արցախը ինչի է այդ օրը ընկել։ Խի դուք չգիտեք։ Լիքը սեր էր, հա, անդե, լիքը լավ վերաբերմունք էր, հա, ազնիվ մղումներ ունենք բոլորս։ Ну կարող է կարող չի մեջները անհատներ կային, որ իսկապես ազնվիրաբար ծառայում էին հայրենիքին, բայց եւ կային ազնվիրաբար թալանում էին հայրենիքը։ Ազնվիրաբար է sense գուրորեն, sense այսպես ասած մոլագարի պես իրանց ամեն կերպ ինչ շանս կա պետական ինչ որ աղբյուրներից փող քաշեն։ Որ մի հատ ավտո էր տենում, դա Հայաստանն էլ է եղել, է տենց, նես չի որ Հայաստան տես չի եղել։ Հիմա էլ կլինի էլի միգուցե պետական ավտոն վատ քշող վարորդին, ասում են, ափսոս չես ավտոն, ասում են, պետական մեքենա է, ոչինչ։ Դες ինչ մտածողություն ուներ հասարակություն, հասկանում եք ժողովուրդ։ Այսինքն որ պետական մեքենա է, հա, կարա տակը խփի, կարա գնա պատին խփի, կարա անես գազդա որ գոլուշի ձերը պոկվի տակից։ Հասկանում եք, սա հայի մտածելակերպը կապ չունի շարքային քաղաքացի է։ Ես էլ եմ շարքային քաղաքացի։ Այդ ինչպես է ես ափսոսանքով էի նայում, այդ ինչու պետքա պետական մեքենան, այդ սիրուն ջիպը, որ փող են տվել, թանկ առել, բերել պատավատ, դրել ազգային ժողովի օրինակ падգամավորի տակ կամ պետական պաշտոնյա տակը, վարորդը որ ընկնում է ձեռը ոնց ուզում է անում, օրինակ եմ ասում։ Այդում է բանակի մեքենաները, պետական գույքի եւ շարժական եւ անշարժ գույքի հանդեպ, ընդհանրապես պետական ֆինանսների բյուջեի հանդեպ
վատ վերաբերմունք ցույց տալը բերելա դրան, դուք չիմանաք, եթե ամեն ինչ տեղին ելներ, կարող էր Արցախը ընկներ։ Արցախը դրա համար ընկել։ Հիմա ամեն դեպքում Հայաստանում լիքը աշխատանքներ է տարվում, լիքը անվտանգային հարցեր է լուծում, որ այդ անվտանգային հարցերը կապում ենք մենք ամբողջովին Ռուսաստանի հետ։ Բայց արդեն վերջը եկել է դրա, մենք հասկանում ենք երևի, որ Ռուսաստանը չի կարա մեր չափ շատ սիրի մեր հայրենիքը, Պուտինը չի կարա, չէ՞ մեր չափ սիրի մեր հայրենիքը։ Մենք պետքա շատ սիրենք։ Եվ ուրեմն այդ սերը պետքա մենք ցույց տանք գործով, ինչպես ես ձեզ ցույց տվեցի, որ իմ գործը պտուղ է տվել, խնդրեմ ժողովուրդ ջան, տեսեք ինչքան, ասեք մի հատ ֆրցերեմ կամերան, տեսեք իմ աշխատանքը, ես խոսքով եմ, իմ խոսքերքը ապացուցում եմ, տեսեք տերևներից ավելի շատ է խնձորը։ Հասկանում եք, այս ամեն ինչի հովանավորը, սա աշխատանքն է։ Հիմա ես ակնկալում եմ, որ ազգային ժողովի падգամավորները իրանց ընտրությունը ճիշտ են անում, ճիշտ չեն անում, չգիտեմ, կադրային մասով, էլի, որ Տիկին Հովսեփյանն ուզում են ընտրեն ազգային ժողովի այդ Եվրոմիության անդամակցության հարցերով հանձնաժողովի նախագահ։ Հուսով եմ, որ ձեր ընտրությունը ճիշտ կլինի։ Մեկ ընտրելու եք, եթե այդ էլ ձևական քննարկումներ է, այդ բա դուք ինչ էիք մտածում, բա դուք ինչ արեք, խիչ եք Ղարաբաղ եղել, ինչ եք մտածում Կանդազի մասին, բան, այս զրույցները, այս սաղ ձևական է, ինչպես Հայկ Կոնջորյանի մասով էր ձևական, Վագն Ալեքսանյանի, Ռուբեն Ռուբինյանի, ինչքան հանձնաժողովի նախագահ ընտրվեն, սաղի մասին տենց խոսակցություններ կլինի։ Ուղղակի հələ որ բարեկրթության այդ կանոնները չի խախտվում, քաղաքավարության կանոնների ներսում է ձեր խոսակցությունները, որի համար կարելի է ասած մի քիչ էլ հələ ուրախ ենք, որովհետև մեկ անցնում եք արդեն սահմանները։ Երևի այսքանը ժողովուրդ ջան, ուզում եի երկու ակցենտ շեշտադրում անեի, որ Տիկին Հովսեփյանին պետքա մասնագիտորեն հարցադրումներ անել, թե ինչպիսի գործունեություն է ծավալել ինքը արտգործնախարարությունում, ինչպիսի հիպոթեզեր ուներ, ինչպիսի թեզեր ուներ, ինչպիսի պատկերացում ուներ ընդհանուր աշխարհաքաղաքական իրադարձությունների, Արցախի հարցի, Հայաստանը հարևան պետությունների հետ հարաբերությունները, սրանք արդեն կլինի մասնագիտական ուղղվածություն ունեցող հարցեր։ Թե չէ անձնական դաշտը, իր կյանքը, բանը ինձ անկեղծ ասած չի հետաքրքրում։ Նույնիսկ միգուցե ես իրան տեսացել եմ, եթե Ստեփանակերտի է ապրել եմ վերջիվերջո, եւ ընդե բոլոր պետական ինստիտուտներում ելքը մուտքը տենց ոչ թե հենց շենքի ներս, այլ աշխատակիցների հետ կապը ավտո քշելով կար։ Ես ավտո քշում էի իմ ջիջի գործընկերության, վարորդ էի իմ ավտոյում, շատ եմ պետական գործիչներ տարել բերել։ Միգուցե անձնապես նույնիսկ շփում ա եղել, հիշողությունս իմ լավ չի, լավ ելներ իմ հարաբերությունները իր հետ, ծանոթ ելնեինք, անծանոթ ելնեինք, դա կապ չունի, կարևորը եթե ինքը մասնագետ է, լավ կա դրա, արժանի է ուրեմն այդ գործում լինի։ Բայց չնայած տարօրինակությունը ես ավելի շատ ոչ թե անհատի մեջ եմ տեսնում, այլ տարօրինակությունը, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը, որը ընտրություններից առաջ լրիվ ռուսամետ դիրքեր էր, բոլորս տեղյակ ենք, որ իրանք մեծ ակնածանքով են նայում Պուտինի քաղաքականությանը, մեղադրանքներ չունեն, հարաբերությունների տենց վայրի վերումների մասով Հայաստան-Ռուսաստան մեղադրանքները ամբողջությամբ միակողմանի է, այն էլ Հայաստանի ուղղությամբ, մեղադրանքները Հայաստանի վարչապետի ուղղությամբ է։ Հա, այդքանից հետո պարզում է, որ այդ նույն Հայաստան խմբակցությունը, ուժեղ Հայաստան խմբակցությունը Եվրոմիության անդամակցության հանձնաժողովի նախագահությունը ուզում է ստանձնի։ Ու ժպիտով, ու խնդալով, չգիտեմ, էդի ժպիտեր ծիծաղեր, որ տեսեք ոնց ենք տապալելու Եվրոպայի հետ հարաբերությունները, թե իրանք էլ են զարմացել, որ ինչու էդի ընտրեցին։ Ես չեմ հասկանում, ժամանակը ցույց կտա, տարօրինակությունը մեծ է, իսկ Հայաստան դաշինքը, որ ստանձնել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահությունը, սա вообще վերջն է։ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի դաշինքն էր, որը իր բնավորությամբ, իր քաղաքական գործունեությամբ եւ քաղաքական բնավորության մեջ շատ խիստ է եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Այդ իսկ պատճառով ունեցել ենք բազմաթիվ ժողովուրդների արտահոսք, արտագաղթ է եղել, ժողովուրդը լքել են արդարության, անբավարարվածության, արդարության պակասության, ու անարդարությունների պատճառով լքել են երկիրը, լիքը իրավունքներ է եղել ոտնահարված, այդ իսկ պատճառով լքել են երկիրը։ Հիմա
Ես չգիտեմ ինչպես են այդ հանձնաժողով մարդկանց իրավունքները պաշտպանելու, շատ տարօրինակ է, լուրջ եմ ասում, չեմ կարող լրիվ տեղավորցնել իմ ուղեղում։ Մի տեսակ ոնց որ երազելնի էլի, մի տեսակ ոնց որ էսի ֆիլմ է նկարած, սցենարը գրվել է, պետք է ասենց ցույց տանք, որ սրա մասին երևի խոսանք, հա, որ այսենց զարմացած զրույցներ անեմ ես, հա, էտա ձեր նպատակը եղել, բայց իմ հավատացեք չեմ զարմանա ես տենց շատ երևույթների վրա, ոչ թե չեմ զարմանա, կզարմանամ, բայց կկենտրոնանամ լուրջ գործողությունների վրա, միգուցե դուք կփայլեք ձեր գործունեության մեջ, տեսնենք։ Հա, այս թեմայից հերո բասես մի խոսք ասма սուրունդը գիտեք ոչխարի հոտը էլի, ասма հոտը որ պտտում է, այն կաղ ոչխարը ընկնում է հոտի առաջը, դառնում է ավտարիցետ, այսինքն այդ հոտի առաջնորդն է դառնում, որովհետև ոչխարները որ շարժվում են, իրանց դեմը միշտ մի հատ ոչխար ալն որ տանում է բոլոր ոչխարներին, բայց որ գայլա դուրս գալիս, բանա շնա գայլա դուրս գալիս, պտտվում են որ փախնեն, դեմը են կաղն է անգնում, այսինքն կաղն է դառնում առաջնորդած։ Հիմա այս օրինակը թող չնեղացնի, ուղղակի ժամանակները փոխվել է, իշխանությունները փոխվել են։ Այն նախկին իշխանությունը, որ առաջնորդել է ժողովրդին, իրանք են եղել առաջնորդը, այսօր հիմա պտտվել է, հա, նորից ոնց որ իրանք են առաջնորդում, էլի, մի ժամանակ չառաջնորդեցին 6 տարի օրինակ ասեմ, հիմա ինչ որ հանձնաժողով առաջնորդելով, նաև դուք չգիտեմ ինչպես կաղ ոչխարի պատմության նման կաղելով կգնաք, թե իսկապես կլինեք առաջնորդ։ Էդ էլ տենց մեկ էլ Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստան Դաշին կուսակցության նայեք պատգամավորներ եւ առաջնորդներ ձեզանից որոշ մարդիկ էլ ինձ հետևում եք, ես գիտեմ որ իմ հանդեպ իրավունք չունեք անհարգալից դիրքորոշում ունենալ, որտեվ ես ձեր հանդեպ հարգալից եմ, թե քննադատության մեջը, թե ձեր մասին խոսալուց երբեք ձեզ մի հատ խնդրանք, ես ձեզ այդ երկրպագող շնագայլերի տեսակներին, որ ձեզ երկրպագելով ինձ փնովում հայհոյում են, ես չեմ կարող իրանց խնդրեմ, որտեվ նախ այդ հասկացողությունը իրանք չունեն, նախ արժանի չեն դրան, ես ձեզ ուղղակի ասում եմ, նայեք, դուք իրանց տեղեկացրել եք, որ իմ հանդեպ մի քիչ շատ զգուշ լինեն, որովհետև եթե ես էլ թույլ տամ ինձ սահմանները անցնել անձնական վիրավորանքների, հաստատ մենակ իրանք չեն դժվելու, դուք էլ եք դժվելու։ Եկեք համերաշխություն բերենք մեր երկրում, ձեր այդ խաժամուժներին էլ ասեք ձեզ հանգիստ բայ, Գևորգի հետ մենակ կարակ խոսեք հարգալից, իր խոսքերին էլ անդրադառնալուց մի հատ խորը մտածեք նոր, որովհետև ինչ որ այդ տեսակները մի հատ գաղտնիք էլ ասեմ ձեզ, պարոն Քոչարյան, ձեր այդ շրջապատի կամ ձեզ երկրպագող անդամները քարոզարշավի ընթացքում իմ հետ խոսում են ոնց որ իրանց հալալ աղբոր պես։ Գևորգ ջան, ցավը տանեմ, նպատակը ինչ խորամանկ են։ Նպատակը այն էր իրանց, որ ինձ ներգրավեին ձեր թիմի մեջ կամ առնվազն թույլ չտային, խնդրեին, որ ես ձեր հանդեպ քննադատություն չհնչեցնեի, ինչի ես չեմ կարող, իրանց էլ ասել եմ։ Այդ դեպքում պաշտոն են առաջարկում այդ ընթացքում, բա դու պաշտոն կունենաս, որ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, ջանով ջիգարով, հենց դուք չեք ընտրվում վարչապետ, դուք երրորդ ուժն եք նույնիսկ դառնում ազգային ժողովում, նախկին դիրքերն եք զիջում, արդեն սկսել են բերանները բացելը, հայհոյելը, վիրավորելը։ Այդ կենթանիներին ասեք, որ իրանք ձեզ են խայտառակում, ինձ էլ չեն խայտառակում։ Նույնիսկ իրանք իրանց էլ չեն խայտառակում, իրանք ձեզ են խայտառակում, որտեղ ձեր անունից գալիս խնդրում են, որ Գևորգ դադարեցրու Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ քննադատությունները, քեզ պաշտոն ենք տալու, ես էլ ասում եմ, ինձ պաշտոն պետք չի, եթե պաշտոն պետք լիներ այսօրվա իշխանության հանդեպ ես ոչ մի վատ բան չեմ արել, իրանք էլ իմ հանդեպ նորմալ հարաբերություններ, այնա իրանցից պաշտոն կխնդրեի, ինչու նախ բաց թողնեմ Նիսիայի հետևից ընկնեմ, բացատրում եմ, որ ժողովուրդ, իմ գործունեությունը այս 6 տարի է, երբեք անձնական հետաքրքրություններ չի զբաղեցրել, չի կրել։ Ես չեմ ինձ հետաքրքիր չի եղել, թե ինձ ինչ կհասնի էլի այս խոսակցությունից հետո, այս զրույցներից հետո, պաշտոն կտան, գործ կտան, փող կտան, ինչ որ հնարավորություններ կտան Հայաստանում լավ ապրելու կամ Ղարաբաղում մինչև Հայաստան գալնել, սա չի եղել, բայց իրանց մտքով անցել է, որ կարող է, էլի, դե հիմա փորձենք։ Չի ստացվել, հիմա կեղտոտ բաներով են զբաղվում։ Խնդրում եմ դրանց ականջներից քաշեք, իրանց տեղը դրեք, որտեղ ես ասում եմ, ինչպես ձեզ ունեք երկրպագուններ, հավատացեք, ես էլ ունեմ ինձ թե երկրպագող, թե հարգող սիրող մարդիկ, որ ձեր այդ կենթանակերպերը, որ իրանց այդպես են պահում, մի օր ընկնելու են ինձ հարգող մարդու ձեռը եւ հետո ասելու են, բա իրանց ծնողները ասելու են մեր ղազը հետ տվեք։ Հասկանում եք, կարող ուրիշ բան ստացվի։
Այնպես որ բերեք համերաշխություն բերենք, վերջի վերջո անկախ նրանից իրանց մակարդակից, դաստիարակությունից, խելքից, իրանք էլ են հայեր, էլի, հավանաբար հայեր են։ Ասեք այդ հայհոյանքը, այդ վիրավորանքը բանը դադարեցնեն։ Էս էլ ձեզ խնդրանք Ռոբերտ Քոչարյան եւ Հայաստան ուժեղ Հայաստան խմբակցության առաջնորդներ։ Ձեր երկրպագողների մեջ ասեք հանդարտություն մտցնեն, թե չէ ես չեմ իջնելու մեկա իրաց մակարդակին, բայց անցնելու եմ ձեր հետ կոշտ կոպիտ խոսակցությունների իրանց պատճառով։ Այդքանը։ Սա ոչ թե սպառնալիք է, սա ուղղակի նախազգուշացում է, որովհետև իմ ինքնասիրությունը եւ իմ մաքրությունը հաստատ այդ խոսացողները չեն էլ կարա հասնեն։ Իմ մաքրությունը իրանք լավ գիտեն։ Դրա համար գիտեն, որ ինձ կեղտոտ եմ, փնով են, ես էլ եմ կեղտոտվելու իրանց պես։ Դա չի լինի։ Այդքանը շատ երկարցրի ներողություն Ժողովուրդ ջան, ուղղակի երկար ժամանակա եթեր չեմ մտնում, դրա համար երկար է։ Լավ մնացեք, բոլորիդ հաջողություն։